Ողջույն, մեր եթերում հորովելյան շաբաթն է։ Ինչպես խոստացել ենք, այսօրվանից սկսած 6 շաբաթ շարունակ յուրաքանչյուր շաբաթօր ձեզ կներկայացնենք Վանաձորի հորովել երգիպանի անսամբլի, Գյումրու եւ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնների հետ համատեղ մայիսի 17-ին կայանալիք համերգ ներկայացման մասին պատմող օրագրեր։ Մինչ համերգի ստեղծագործական ընթացքին անդրադառնալը ձեզ կներկայացնենք հորովել երգիպանի անսամբլի անցած ճանապարհի, ստեղծագործական վերելքների եւ ներկայիս հաջողությունների մասին։ Դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբերի հիման վրա ձևավորվել է հորովել համույթը, որը հիմնվեց 1958 թվականին մշակույթի տան վոկալ պարային համույթի բազայի վրա։ 1967 թվականին Լեհաստանում առաջին անգամ մասնակցելով միջազգային փառատոնի շահեց ոսկե մեդալ։ 1968 թվականին Կրեմլի Սյունազար դահլիճում անցկացվող Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ համույթը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։ Այդ տարի անսամբլը մեկնում է Մոլդովա եւ ստանում համամիութենական փառատոնի դիպլոմ, այնուհետև Բերլին առաջին կարգի մրցանակ, Քիշնև հանրապետական փառատոնի դիպլոմ։ Նույն թվականին Վանաձորում Հովհաննես Թումանյանին նվիրված շատ մեծ միջոցառում պետք է տեղի ունենար։ Այդ ժամանակ 1969 թվականին Երևանից հրավիրվեց Խաչիկ Մարգարյանը, որպեսզի այդ տոնակատարության ժամանակ իրականացներ Լորվա հարսանիք բեմադրությունը, որը մինչև հիմա համույթի պարացանկում է։ Այս մեծ հաջողությունից ոգևորված քաղաքային իշխանությունները ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական կոմիտեն որոշում ընդունեցին Կիրովականում պետական անսամբլ ստեղծելու մասին։ 1972 թվականին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը, անսամբլին շնորհվեց պետական կոչում եւ այն վերանվանվեց Հորովել երգիպարի պետական անսամբլ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ մայրաքաղաքից դուրս երգիպարի անսամբլին նման կոչում էր տրվում։ Գեղարվեստական ղեկավար դարձավ Լևոն Սարգսյանը, համույթի առաջին ղեկավարը, գլխավոր բալետմայստեր Խաչիկ Մարգարյանը, իսկ երաժշտական մասի ղեկավար Գրիգոր Հախինյանը։ Անսամբլում աշխատել են նաև ականավոր գործիչներ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, Թերեզա Գրիգորյանը, բեմադրություններ արել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը։ Բնավ ավելորդ չէ հիշատակել այն փաստը, որ պարերի բեմադրության հաջողության գրավականը Լորվա բնաշխարհի, նրա մարդկանց ապրելաձևի ու կենցաղի, մեր ժողովրդի այդ հատվածի հոգեբանությանը ճշգրիտ մոտեցումն էր, որի ուսումնասիրությանը ձեռնամուխ եղավ Խաչիկ Մարգարյանը։ Նա առիթի դեպքում շրջում էր Լորվա գյուղերն ու բնակավայրերը, մոտիկից ծանոթանում տեղացի հնաբնակների ավանդական կենցաղին, երգերի ու պարերի կատարման առանձնահատկություններին։ Նրա բեմադրած մի շարք ժողովրդական պարեր եւ անսամբլի բարձր կատարողականությունը մեծ փառք բերեցին հորովել անսամբլին։ Այս պարերը մինչև այժմ էլ պարում են անսամբլում։ Հորովելը 1980-ականներին մեծ ճանաչում ուներ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ 1981 թվականին եղել է Ֆրանսիայում, 84 թվականին Ուկրաինայում արժանանալով դիպլոմների, պատվոգրերի։ 88 թվականի ծանր երկրաշարժից հետո նույնիսկ անսամբլը աշխատել է եւ հիմնականում զբաղված էր համերգային գործունեությամբ, այնտեղ որտեղ տարհանվել էին աղետի գոտու բնակիչները։ 1996 թվականին Հայ պետֆիլհարմոնիան լուծարվեց եւ անսամբլը անցավ համայնքային ենթակայության տակ։ 1996 թվականին անսամբլի գեղարվեստական ղեկավար դարձավ Գագիկ Անանյանը։ Նա փորձեց անսամբլը իր շուրջ հավաքել եւ բալետմայստեր նշանակեց Գագիկ Թովմասյանին։ Նոր շունչ ստացավ անսամբլը, սակայն ցավոքային երկար չտևեց, մինչև 2000 թվականը։ 98 թվականին հյուրախաղեր ունեցան Իտալիայում, 2000 թվականին Բաղդադում, 2003 թվականին Հունաստանում, 2006-ին Ֆրանսիայում։ 2000 թվականին որոշվեց, որ փորձավարությամբ պետք է զբաղվեն Արայի Գևորգյանը եւ Կարինե Քոչարյանը։ Հիմնականում խնդիր էր դրված, որ պետք է պահպանեին ծրագիրը։ Այդ ընթացքում հյուրախաղեր ունեցել են Հունաստանում։ 2005 թվականին ստեղծվեց դպրոց-ստուդիա, որը ղեկավարում է Արայի Գևորգյանը։ 2007-ին գլխավոր բալետմայստեր նշանակվեց Արայի Գևորգյանը։
Այս ամբողջ ընթացքում երաժշտական մասի ղեկավարն էր Էլմիրա Կրոյանը։ 2006 թվականին մեկնեցին Ֆրանսիա, այնուհետև Վրաստան, արժանանալով բազում մրցանակների։ 2013 թվականին անսամբլը մենահամերգներով հանդես եկավ նաև Իրանում, մասնավորապես Թեհրանում եւ ջերմ ընդունելության արժանացավ իրանահայության կողմից։ 2011 թվականին մայրաքաղաքի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հորովելի մենահամերգը։ «2012 թվականի հունիսի 4-ին Վանաձորում տեղի ունեցավ անսամբլի անվանակոչման 40-ամյակը, մինչդեռ համույթը 50-ից ավել տարիների կենսագրություն ունի։ Օբելյանի կապակցությամբ անսամբլի ներկա եւ նախկին արտիստներ պարգևատրվեցին կառավարական, մարզպետարանի, քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության ազգային պարարվեստի միության պարգևներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով։ 2013 թվականին Հորովել երգի պարի անսամբլի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ անսամբլում աշխատել էր որպես մեներքիչ։ Երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կրոյանը, գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը։ Անսամբլի ծրագրում մշտապես տեղ են գտել հայ ժողովրդի հինավուրց երգն ու պարը։ Հորովել երգի պարի անսամբլը իր գոյության առաջին տարիներից ստեղծել է հարուստ ավանդույթ եւ իր անմիջական մասնակցությունն ունի Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձորի մշակութային պատմության զարգացման գործում։ 2015 թվականին Վանաձորի Հորովել երգի պարի անսամբլը մասնակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի եւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մայիսի 17-ին հայ հանդիսատեսին կներկայացնի թատերականացված համերգ, որը լավագույն անակնկալը կլինի ազգային մշակույթը գնահատողներին։ Այսպիսին էր Հորովելյան առաջին շաբաթը։ Հաջորդ օրագրերի ընթացքում ձեզ կներկայացնենք համերգի բեմադրական աշխատանքների եւ փորձերի մասին, ինչպես նաեւ կլսենք անսամբլին հյուրընկալված անվանի արվեստագետներին։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Խոստանում ենք Հորովելյան շաբաթը հետաքրքիր է լինելու։ Եվ վերջում չենք մոռանում։ Հանդիպում ենք մայիսի 17-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։